ծափարություններ, շնորհակալություն եւ իհարկե մենակատարներ եք ծափարում Լևոն Պուչինյան շեփոր։ Ես միշտ հասկացում եմ, որ Պուչինին իտալացի ազգանուն չի, սկզբից Պուչինյանն է վերաբերել Պուչինին։ Եվ Հակոբ Օրդակյան, հարվածային գործիքներ։ Տակ, երկու հայտարարություն։ Այլակ Հովանիսյանը մարում է։ Այլակ, միջանց երեք մարի միջազգային օրն է։ Ձեզ ոչինչ չի խանգարում պարել, ես տեսնում եմ։ Ի տարբերությունից։ Շարունակեք պարել։ Փոքրիկ Ստյոպան կորել էր կերտվեց, բայց սիրելի ծնողներ, եթե դուք եկել եք 3-4-5 տարեկան երեխաների հետ, ընտրում եմ իրենց թաթիկները պինդ բռնեք, մի մոռացեք, մի ջազի տակ մնալով մոռացեք, որ դուք ծնող եք։ Ընտրում եմ ձեր ծնողներին մի գործեք սիրելի բալիկներ։ Так, հիմա մի քանի շատ հեշտ գործողություններ պետք է անենք, բոլորներ հեռախոս, բջջային։ Չեմ լսում։ Բարձացեք ձեր հեռախոսները աջ ձեռքով, ընտրում եմ որ տեսնեմ։ Աջ ձեռքով բարձացեք ձեր հեռախոսները։ Այլակ դուք չունեք հեռախոս։ Գոնի լարով։ Խլամը թե ինչ է։ Խլամ չի, հեռախոսը։ Չեմ դիտում եք, ես ունեմ։ Հիմա բոլորս բացում ենք Instagram-յան էջը և բաժանորդագրվում ենք State Jazz Orchestra of Armenia էջին։ Տեսեք թե մոդերատորները ինչ են մեզ ասում։ Անակ State Jazz Orchestra of Armenia։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի էջին, բաժանորդ։ Կապ չկա։ Ոնց դե չկա։ Անկապ չի սա։ Вообще չկա։ Ինտերնետ չկա։ Մի մետրո ինտերնետ չկա։ Չակ, լավ, ուրեմն եկեք սենց պայմանը, խնդրում եմ Զամետ ընկերել են ուրա, Զամետ կա ոնց արել, նշումների մեջ խնդրում եմ գրել, ուրեմն State Jazz Orchestra of Armenia, ես նայում եմ գրեք, ով որ չբաժանորդագրվեց ՄՄԶ ՊՊԶ, չհասկացա եմ, լուրջ մարդիկ ենք, չէ, գրեցիք հաջորդ էժը, Armenian Jazz Association, հայկական ջազ ասոցիացիա կամ ջազի հայկական ասոցիացիա, ոնց ուզում եք կարող եք թարգմանել, Armenian Jazz Association, դրանով ենք բաժանորդագրվում, հենց ինտերնետ եղավ ստուգելու են, մոդերատորներին ասելու են, բաժանորդագրվել եք, թե չէ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր սիրելի քաղաքապետարանին, առանց քաղաքապետարան այս տոնը տեղի չէր ունենա, եւ եւս մեկ հրաշք մարդկանց պետք է շնորհակալություն հայտնենք, մարդ եւ տեղ, այդպես լինում է, չէ՞։ Գաֆեսյան մշակույթի կենտրոն, այստեղ ենք մենք, այս հրաշք վայրում ծափարենք, այս տարեմիջալուց պարոն Գաֆեսյանի 100-ամյակն է, եւ շնորհակալություն այդ հրաշք հանձնավորությանը, որը որ չծնվելով Երևանում հասկացան, որ այստեղ այսպիսի վայր պետք է լինի։ Վայր, որտեղ ջազ կհնչի, ռոք կհնչի, ազգագրական պարեր կլինեն, վայր, որտեղ մենք կարող ենք զբոսնել, վայր, որտեղ որ կարող ենք հոգևոր հարստություն ներդերնել եւ ներքաշել։ Եվ շարունակում ենք մեր գեղեցիկ համերգը եւ վերջապես այստեղ հայտնվում է գեղեցկուհի Աննա Կոստանյանը։ Բուրը ծափարություններ Աննա Կոստանյանին ճանաչում եմ մանկուց։ Այո, այդպես ասես, Աննա Կոստանյանը եկել է երգելու համար ծափարում ենք։ All the
ստեղծագործությունը, որը լսեցիք, կոչվում էր Softly as in the Morning Sunrise, հայտնի ջազ ստանդարտ, որի գործիքավորումը արել է մեր շատ տաղանդավոր ընկեր, շատ լավ երաժիշտ Հերբերտ Արուստամյանը, ինքը ստեղ ինչ-որ միտեղ կանգնած է։ Բարձր ծափահարություններ, շնորհակալություն Հերբերտին։ Հաջորդ ստեղծագործությունը կոչվում է Դռներ, Արտուր Գրիգորյան։ Կոստանյանը երկելու է մի հրաշ գործ, որի ուրեմն հեղինակն է, հիմա ես դες կասեմ, հեղինակն է Յուրի Հարությունյանը, որը ծաղարություններ, կլինի քնքուշ անձրև,